փրկության օգուտները։ Չնայած այն բանի, որ մենք չենք կարող ինչպես հարկն է պարզաբանել եւ նկարագրել փրկության բոլոր օգուտները մեկ գրքի մեջ, օգտակար կլինի ուսումնասիրել մի քանիսը։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդիկ ծնվում են հոգեվորապես մահացած եւ Աստծուն սիրով ու հնազանդությամբ արձագանքելու անպատրաստակամությամբ։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 7-րդ խոսք։ Սակայն ովքեր հավատում են Քրիստոսին, վերածնվում են կամ հոգեվորապես կենդանանում են։ Եփեսացիների 2-րդ գլուխ 5-րդ խոսք, որպեսզի քայլեն կյանքի նորոգության մեջ։ Հավատացյալը նոր արարած է, ով ունի նոր սիրտ, որն ուրախանում է Աստծով եւ ցանկանում է հաճեցնել նրան։ Եզեկիել 36-րդ գլուխ 26-27-րդ խոսքեր, Հովհաննես 5-րդ գլուխ 3-րդ խոսք։ Սա է վերստին ծնված արտահայտության իրական իմաստը։ Մենք ոչ թե պարզապես մտափոխվել ենք, այլ Աստված փոխել է մեր բունեությունը։ Երկրորդ, քրիստոնյան արդարացած է Աստծո առջև։ Հռոմեացիների 5-րդ գլուխ 1 խոսք։ Սա նշանակում է, որ մենք ոչ միայն ներված ենք մեր անցյալի, ներկայի եւ ապագայի մեղքերից, այլև Քրիստոսի կատարելապես արդար կյանքը վերագրվում է մեզ կամ փոխանցվում է մեր հաշվին։ Չնայած այն բանի, որ մենք դեռևս պայքարում ենք մեղքի եւ հաճախակի անկումների դեմ, Աստված օրինականորեն հռչակել է մեզ արդար իր առջև եւ նա այդպես է վերաբերվում մեզ։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 33-ից 34 խոսքեր։ Երրորդ, քրիստոնյան որդեգրված է։ Աստված ամբողջ մարդկության ինքնիշխան արարիչն է եւ դատավորը։ Հավատացյալների համար նա նաեւ հայր է։ Գաղատացիների 4 գլուխ 5-րդ խոսք, Եփեսացիների 1 գլուխ 5-րդ խոսք։ Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ մենք որդեգրվել ենք Աստծո ընտանիքի մեջ եւ վայելում ենք որդիության բոլոր առավելությունները։ Հովհաննես 1 գլուխ 12-րդ խոսք։ Չնայած թվում է, թե սա առավել հրաշալի է ճշմարտություն լինելու համար, Աստված սիրում է մեզ այնպես, ինչպես սիրում է իր սեփական որդուն եւ տալիս է մեզ իր հոգին, որպես մեր ապագա ժառանգության գրավական։ Եվ չորրորդ, քրիստոնյայի ներսում ապրում է Աստծո հոգին։ Մենք միայնակ չենք քայլում այս աշխարհում, Աստված Սուրբ Հոգին ուղարկել է բնակվելու մեր ներսում։ Հովհաննես 14-րդ գլուխ 16-ից 17-րդ խոսքեր։ Սուրբ Հոգին վկայություն է տալիս Քրիստոսի մասին, սովորեցնում, առաջնորդում, օգնում եւ հանդիմանում է մեզ, ինչպես նաեւ գրավ է Աստծո լիության համար, որը հավատացյալին սպասվում է երկնքում։ Հովհաննես 14-րդ գլուխ 16-րդ խոսք, Հռոմեացիս 8-րդ գլուխ 14-րդ խոսք։ Սուրբ Հոգու շնորհիվ Հիսուս Քրիստոսը շարունակում է լինել մեր Էմմանուելը, ինչը նշանակում է Աստված մեզ հետ։ Եսայա 7-րդ գլուխ